Շունիկի տերերը Արցախցի են։ Ես իրականում դուք տերը չեք Շունիկի։ Չէ, ես հարևան կողքի շենքի բնակիչ եմ։ 1 րոպե թող օպերատորներ պատրաստ։ After about. Then mama, you can okay. Ինքը իր տերերը Արցախցի են, ինքը քանի որ մենք գիտենք այսօր մեր հասարակությունը չի ընդունում տանը շուն, նամանավանդ երբ որ Վարշավա է ապրում, շունը բնակվում է Բաքվում։ Երբ որ մեր քաղաքապետարանը տենդեր ինչ որ ոմը չգիտեմ որ կազմակերպությունն է շահել, տենդերը շահել, մեքենայի մեջ շունիկին տեսնում ենք, երբ որ մենք ենք շուն տալիս, այն ժամանակ երբ որ ինձ բացատրում են, որ ունեն իդեալական կլինիկա, շատ իդեալական պայմաններով կենդանիները կերակրվում են, եթե ձակ են, այսինքն 5-6 կամ ավելի փոքր են, պահում ենք այնքան ժամանակ, մինչև հասունանում է իրենց ստերջացման տարիքը, ստերջացնում ենք, վերում ենք հետ տարածք։ Ձակեր ունենք, որոնց հասանք, որ չտանը, որտեղ շատ ուժուր են, մի հատ ձակ ունենք, տվեցինք ու տեսանք, որ ինքը մեջն է, այսինքն Արցախցից եկած շունիկ է, էլի խնդրում ենք անպայման ստերջացրեք, հետ բերեք, քանի որ դրսում է բնակվում, ապահով լինի։ Ու շունը գնում է չորեքշաբթի օրը այդ տարածք, որը հետագայում ես գոհար վիդեոներից շանը տեսնում եմ այդ օրը եթերում որտեղ է, ինչ վիճակում։ Ունեմ վիդեո, որ շանը լուսադեմ ես արդեն դիմավորում եմ շունը ոտը քաշում է, դողում է, վնասված չի, այսինքն շունը չգիտեմ ինչ ստրես այնտեղ տանում։ Խնդրեմ ժողովուրդ ջան, չորեքշաբթի օրը տարել են, չստերջացված շուն եմ ձեզ ցույց տալիս։ Շունը գնացել է չորեքշաբթի օրը կլինիկա ստերջացման, շաբաթ գիշերը վերադարձել է հաճն տաքսով մեր գումարներով, չստերջացված վիճակում, ահա որ ստրեսային դողացող, այդ կարամ իմ մոտի կադրով ցույց տամ, ոնց է այս ոտը սենց հանելով, այս կենթանին մոտիկանում ինձ։ Ոչ իման ինքը դուրս եկավ, գնաց իր տարածք իրա, ասենք տիրոջը տեսավ, չգիտեմ, ինքը առավոտ արդեն ժամը 2-ին որ իջանամ կերակրեմ, կերտամ բոլորին ինքը այդ տարածքում է, ինքը արդեն վազում էր։ Այսինքն շանմոտ ստրես էր։ Ինչից էր այդ ստրեսը, ես չեմ կարող, քանի որ ինքը չի խոսում, չի ասում, չեմ կարող ասեմ, բայց որ շունը չի կերել, տենում ենք վիդեոներում, հերկա չենք եղել, տեսնում ենք, նկարել են մարդիկ, փաստերը տենում ենք։ Փաստը որ ինձ բռնող տանող խումբը զգուշացնում է, որ ուրբաթ օրը ստերջացվելու է, շաբաթ օրը պետք է գան տարածքից էլի շուն ես պետք է տամ, որ տանեմ, որ խնամակալեմ, գրկեմ չտանջեն շանը, շաբաթ օրը իրան հետ կբերեն, իսկ ինքը կիրակյա լուսադեմ գալիս է հաճն չստերջացված վիճակում։ Եթե սա ծերագիր է ստերջացման, ու սա շունն է, որ գնացել է ստերջացման, ես չգիտեմ սա ինչ է կոչվում։ Այդ դեպքում ինչու են շանը հետ նման կերպարում, ինչպես է մեկնաբանում։ Մեկնաբանում եմ սենց, երբ որ համայնքում դու բարձրաձայնում ես, քեզ լուրջ չեն վերաբերվում, բարձրաձայնում ենք, լուրջ չեն վերաբերվում մեզ, մարդը գտել է տարբերակ, որ կարա գումար լվանա, անում է դա։ Այսինքն, եթե ես հասարակ քաղաքացի եմ, լավ, ես չեմ կերակրում, ես շուն չեմ սիրում, բայց ես հարկ եմ վճարում, որտեղից գումար է գանձվում, ու այս պետությունը ուզում է պետություն դառնա, կոռուպցիայի դեմ պայքարում է, այսպես փոքր բաներից գոնե պետք է սկսի։ Այսինքն հիվանդը գնում է պետպատվերով չի վճարվում, աշկը փակում են։ Միլիոնով փող են դուրս գրում ուղարկում ստերջացման, իրանց հետաքրքիր չի, շունը քնեցվեց, շունը ստերջացվեց, չստերջացվեց, ոչ մեկին հետաքրքիր չի, փողոցում այդ շները ոնց են ձակել։ Չունեն, այսինքն որ ունենան հետևողականություն, այսինքն որ ես լավ եկել եմ, մտնում եմ, բողոքում եմ, բարձրաձայնում եմ, ինչ է կատարվում։ Մեկ ինձ բանի տեղ դնի, հա ձեռ չառնի, որ դե շուն է էլի, չնայի դրան տենց, այլ ասպասի հարց է բարձրացում, որ դա լուրջ է։ Մի հատ հետևողական լինենք, այս մարդը երկրորդ անգամ չի անի այս բանը։ Այսինքն ես իմ ձեռով, ես վստահել եմ, քո նկարագրած կլինիկան վստահել եմ, տվել եմ շուն ստերջացման։ Դու ինձ հետ ես տալիս շուն, սենց, նու հետ չես տալի, քո մոտից ուղարկում են քննիչի ներկայությամբ շանը։ Ես չգիտեմ, այսի նորմալ չի, չէ։ 4 օր շանը պահել սոված ու ասել դե ստերջացում չենք հասրել ստերջացնենք, եկան տարան, երբ որ դու ինձ ասում ես ուրբաթ օրը ստերջացումը լինելու է, շաբաթ օրը շանը կբերենք հայատ, մեր մեկին կտանենք։ Շաբաթ օրը չէ, կիրակի լուսադեմ 7-ին ես շանը դիմավորում եմ առավոտյան, այս վիճակում։
Մյուս շանս դիմավորելը մեծա չեմ բերը, աչքերը լրիվ թարախի մեջ։ Այդ որ ասում են Շիրակի մարզ Գյումրիի տարածքից էս շունգա, չէ։ Սա եկել է Ջաջուրի գոմերից։ Դուք կներկայանաք ես կողքից։ Նոր Հաշնի քաղաքացիական Մկրտչյան Մարուսյանը։ Իսկ գրվածքի հետ կապված կասեք ինչ է խորհրդանշում։ Խորհրդանշում է նա, որ եթե ես կարացել եմ թեկուզ հենց նա որ ես Արցախից եկել եմ մազապուրց եմ եղել, լիքը քաղաքացիների պես Բերես գնահատել է ինձ բերել է հասցրել է այստեղ, լավ տեղ չունի պահելու, որ ես զաքեր չունենամ ու իմ օր ինչ ընկնեմ, որոշել են տան, որ դուք ինձ ստերջացնեք, որ ես շարունակեմ ապրել, բարի եղեք արեք։ Այսինքն եթե ես ստացվում է ցանկացած էսի կենթանի է եկե, կարացել է բերի, լիքը մարդ չի կարացել բերի, չէ։ Մենք ունենք Արցախից վիդեոներ, որ տատին մի հատ տոպրակ ու շուն է բերի։ Իր ընտանիքի անդամին է, չէ, բերը։ Այսինքն ես ինքը իր անդամին տան տալիս ասում է տար ստերջացրը, որ սենց հետ բերեն ու վախեցած։ Ինչ չի թվում, որ այդ Հիմա առողջական խնդիրներ ունի շունը։ Վաղը գնալու է կլինիկա, աստրա պարզ կլինի, այս պահին չգիտեմ։ Վաղը ժամը 11-ին պետք է գնա կլինիկա, արդեն համ ստերջացման, համ հետազոտման։ Ժամ ունի բահացել է։